տարիներ շարունակ չեմ խոշի ասել, որ արվում էր ամեն ինչ, որպեսզի հասարակությունը չկրթվեր, որովհետև կրթված հասարակության հետ հաշվի նստելը շատ դժվար է։ Իսկ իրենք կատարում են այնպիսի ապօրինի գործողություններ, որպեսզի հասարակությունը այդ ամեն ինչը չհասկանար եւ կարողանար կառավարելի լիներ։ Իսկ երբ որ հասարակությունը կրթված է, դու չես կարող հասարակությանը կառավարես այնպես, ինչպես ուզում ես, եւ նրանց քայլերը նախկինի ողջ իշխանությունների ողջ տարիների ընթացքում, եթե նայում ենք, շատ քիչ անհատներ են, որ կարողացել են իսկապես ձգտումով ինքնակրթվել եւ զարգանալ եւ կարողանալ որոշակի բեկում մտցնել կրթության ասպարեզում։ Իրենք այդ ուղղության վրա են աշխատել եւ հիմա կարծես եկել է նոր ժամանակաշրջան եւ շեշտվում է կրթվելու կարեւորությունը։ Տեսնում ենք, որ կրթվելու դեմ պայքարն է շատացել։ Արման Թաթոյանն է պայքարում, այնտեղ ասում են Սերժ Սարգսյանն էր կարծեմ ասել, որ դպրոց կառուցել է կամ Նարեկ Կարապետյանն էր, այո, մեկ աշակերտի համար դպրոց է կառուցվում, դա գումարի մսխում, ասենք այս մարդկանց հոգեբանությունը, մոտեցումը կրթության վերաբերյալ բացարձակապես չի բխում կրթության բարելավման տեսակետից եւ այս մարդիկ, այսպես ասած, մարտնչող ձևով, չեմ ուզում ավելի կոպիտ բառապաշար օգտագործել, պայքարում են կրթության դեմ։